Գիրք Եզեկիել, գլուխ 22. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Եվ դու մարդի որդի, միթե դու դատելու ես այս արյունահեղ քաղաքը, այլ իմացրու նրան նրա բոլոր պղծությունները, եւ ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ով քաղաք, որ քո մեջն արյուն ես թափում, որպեսզի քո ժամանակը գա, եւ քո մոտ կուռքեր է շինում պղծության համար. Քո այն թափած արյունովը հանցավոր եղար, եւ քո այն շինած կուռքերովը պղծվեցար, եւ օրերդ մոտեցրիր, եւ հասար քո տարիներին. դրա համար ես քեզ անարգանք շինեցի ազգերի համար, եւ ծաղր բոլոր երկիրների համար. քեզանից մոտավորները եւ հեռավորները քեզանով ծաղր պիտի անեն, ով վատահամբավ եւ աղմկալից. Ահա Իսրայելի իշխանները ամեն մեկը իր բազուկովը քեզանում է, որպեսզի արյուն թափե. Հորն ու մորը անարգեցին քեզանում, օտարականին բռնություն արին քո մեջը, որբին եւ որբեվայրին զրկեցին քեզանում. իմ սուրբ բաներն արհամարեցիր եւ իմ շաբաթները պղծեցիր. բանսարկու մարդիկ եղան քեզանում արյուն թափելու համար, եւ սարերի վրա կերան քեզանում, եղեռնագործություններ արին քո մեջը, հոր մերկություն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում, եւ մարդ իր ընկերի կնկա հետ պղծություն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործությունով, եւ մարդ իր քրոջը իր հոր աղջկանը բռնադատեց. կաշառք արան քեզանում արյուն թափելու համար, վաշխուտոկոս առար, եւ ագահանալով քաշում ես քո ընկերներիցը բռնությունով, եւ ինձ մոռացել ես, ասում է Տեր Եհովան. եւ ահա ես զարկեցի ափերս իրար քո արած ագահության վրա, եւ քո մեջ եղած արյունահեղությունների վրա. միթե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ կուժովանան այն օրերը, որ ես քեզ հատուցում պիտի անեմ. Ես Տերս ասեցի, եւ պիտի անեմ էլ, եւ ես քեզ պիտի ցրվեմ ազգերի մեջ, եւ քեզ պիտի փռեմ երկիրների մեջ, եւ պիտի վերջացնեմ քո պղծությունը քեզանից, եւ դու քեզանով պիտի պղծվիս ազգերի աչքի առաջին, եւ կիմանաս, թե ես եմ Տերը. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, Իսրայելի տունը ինձ համար կղկղանք է դարել. նրանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մեջ, արծաթի կղկղանք են դարել. Սրա համար Տեր Եհովան այսպես է ասում. որովհետև դուք ամենքդ կղկղանք եք դարել, դրա համար ահա ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ, արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մեջ ժողովելու պես, որ նրա վրա կրակը փչեն, որ հալեցնեն. նույնպես պիտի ժողովեմ ձեզ իմ բարկությունովն ու սրտմտությունովը, եւ դնեմ ու հալեցնեմ. եւ ձեզ պիտի ժողովեմ, եւ ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակովը, որ դուք հալվիք նրանում. ինչպես որ արծաթը հալվում է հալոցումը, նույնպես էլ դուք պիտի հալվիք նրանում, որ իմանաք, թե ես Տերս եմ թափել իմ սրտմտությունը ձեզ վրա. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, ասիր նրան. դու մի երկիր ես, որ չէ մաքրվել, անձրև չես ստացել բարկության օրը. նրա մարգարեների դավաճանությունը կա նրա մեջ, մռնչող ավար հափշտակող խարույծի պես հոգի են ուտում, գանձեր ու պատվական բաներ են առնում, նրա որբևայրիներին շատացնում են նրանում. Նրա քահանաները բռնաբարում են իմ օրենքը, եւ իմ սրբությունները պղծեցին. սուրբի եւ պիղծի մեջ տարբերություն չարին, եւ անմաքուրի ու մաքուրի մեջ ջոկությունը չսովորեցրին, եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծվեցա նրանց միջումը. նրա իշխանները նրա միջումը գայլերի պես ավար են հափշտակում, արյուն թափելու, հոգիներ կորցնելու համար, որպեսզի ագահությամբ քաշեն, եւ նրա մարգարեները նրանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով, եւ նրանց համար սուտ հմայելով, ասելով թե այսպես է ասում Տեր Եհովան, քանի որ Տերը չէ խոսել. երկրի ժողովուրդը զրկանքներ է, որ գործում է, հափշտակություններ է, որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ օտարականին զրկում անիրավությամբ. եւ ես նրանցից մարդ որոնեցի բարիս պշինող եւ խրամատության առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նրան չապականեմ, բայց չգտա, վասն որո նրանց վրա թափեցի իմ ցասումը,
Իմ բարկության կրակովը սպառեցի նրանց, նրանց ճանապարհը իրանց գլխովը տվի, ասում է Տեր Եհովան։